Պարոն Շարմազանով, դուք մոտից ճանաչել եք Անդրանիկ Մարգարյանին, մի առիթով նշել եք, որ Մարգարյանը դեմ էր պետության ներսում բաժանարար գծեր քաշելուն, այն քաղաքականությանը, ինչ փաստացի տարվում է 2018-ից հետո, ինչպես փոխել իրավիճակը, ինչպես հայրենիքը դարձնել Անդրանիկ Մարգարյանի երազած հայրենիքը։ Ոչ միայն մոտ եմ եղել, այլ ես ինձ համարում եմ նրա գործի շարունակողը, նրա աշակերտը, կրտսեր ընկերը, ես իմ քաղաքականության առաջին քայլերը իրականացրել եմ Անդրանիկ Մարգարյանի ղեկավարությամբ, ես քաղաքականություն մտել եմ Անդրանիկ Մարգարյանի ղեկավարությամբ եւ նրա շնորհիվ նաեւ։ Ինքը իմ առաջին ուսուցիչն է, իմ առաջին ղեկավարն է։ Եվ եթե չլիներ Անդրանիկ Մարգարյանը, հələ հարց է, Էդուարդ Շարմազանով քաղաքական գործիչ կլիներ, թե չէր լինի։ Ինչ վերաբերում է ինչ պետք է անել, պետք է հետևել այն արժեքային համակարգին, այն պայքարի ոգուն, այն անկոտրուն ոգուն, որը ունեցել է Անդրանիկ Մարգարյանը եւ իր ընկերները։ Անդրանիկ Մարգարյանը եւ իր ընկերները դեռևս 60-ականներից Աշոտ Նավասարդյանը, Անդրանիկ Մարգարյանը, Ռազմիկ Զոհրաբյանը, այստեղ ես տեսա Ռազմիկ Մարկոսյանի մեր ավագ ընկերոջը, իրենք պայքարել են անկախության գաղափարի համար։ Եղել են շատ բարդ ժամանակաշրջաններ, եղել են խորհրդային բանտերում, գուլակներում, 90-ականներին պետական կազմավորման ժամանակ եղել են Գետաշենում, Արցախյան հերոսամարտի ժամանակ, պետական շինարարության ժամանակ, ոչ մի բան հեշտ չի եղել։ Պետք է գաղափարին, սեփական սկզբունքներին չդավաճանել։ Այս աշխարհը ինչ աշխարհ է։ Նյութի մեկ էլ գաղափարի կռիվը։ Մարդ կա 30 արծաթն է ընտրում, մարդ էլ կա գաղափարն է ընտրում։ Համի Անդրանիկ Մարգարյանը եւ իր ընկերները, այդ թվում կներեք համեստություն չանեմ ես, որպես կրտսեր ընկեր, ընտրել ենք ազգային պետականություն ունենալու գաղափարը, Նժդեհան գաղափարախոսությունը, ազգի հավետենականությունը։ Սրանք էլ ընտրել են 30 արծաթի շնորհիվ պաշտոն ունենալը եւ աթոռ պահելը։ Ոչ միայն բաժանարար գծերին դեմ եղել, Անդրանիկ Մարգարյանը դեմ է եղել պետության ապազգայնությանը։ Անդրանիկ Մարգարյանը իր ամբողջ եւ հանրապետական կուսակցությունը միշտ ասել է, որ մեզ անկախ, բայց ոչ ազգային պետություն պետք չի։ Որովհետեւ ոչ ազգային պետությունը չի կարող լինել անկախ։ Անկախ նշանակում է, որ դու քո ազգային արժեքներն ես զարգացնում, Արցախից չես հրաժարվում, Արարատից չես հրաժարվում, չես ասում Արևմտյան Հայաստանը Թալինն ու Մարալիկն է, Ալիևի պահանջներն էլ սահմանությունը փոխելու չես ներկայացնում որպես երկնային մանանա։